Ես 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ, եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Եվ ահա 2 տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է։ Բյուջեի քննարկման եզրափակիչ 30 րոպեանոց ելույթում վարչապետը միայն բյուջեի չէ, որ խոսեց։ Արտագաղթի պատճառներից մինչև իր ամենակննարկված նախադասությունը վերջին տարիներին։ Վարչապետը ներկայացրեց դարավոր ու ռազմավարական խնդրի լուծման անցած ճանապարհը, իսկ այդ ճանապարհը սկսվում է, որն է Հայաստանի պետականության հարատևությունը հարցով, պատասխանը գտնելու համար կարևոր է ընկալել, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ։ Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6.5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության։ Մեր միջին վիճակագրական իմիջը աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ։ Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ նահատակ։ Կառավարության առաքելությունն է, որ հաղթահարվի այդ ազգ նահատակ լինելու կարգավիճակը։ Տևական ժամանակ այն հաղթահարել փորձել ենք ազգ բանակ բանաձևով, բայց վարչապետի դիտարկմամբ այդ 2 բանաձևերը նույն տրամաբանության մեջ են, իրար են շարունակում։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Ուժեղ բանակ ունենալու օրակարգը ճիշտ է ու պետք է շարունակել, վարչապետի շեշտադրումն է, բայց նաև պետք է հասկանալ ումից ուժեղ և ինչքան ուժեղ։ Մենք կարող ենք խնդիր դնել, որ մենք կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ։ Իսկ եթե 2 երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ կարող ենք խնդիր դնել, որ 2 երկրների, այսպես կոչված թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք։ Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ 3 երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ 4 երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ 5 երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումից ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք։ Ազգ բանակ և ազգնահատակ բանաձևերը հաղթահարելու համար վարչապետն առաջարկում է որդեգրել պետության տրամաբանությունը։ Այսինքն, պետությունը ունի կոնկրետ տարածք պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայինորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի միայն ու միայն, հասկանում եք, միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան։ Իսկ այդ շահը նախ տնտեսական զարգացումն է իր բազմաթիվ շերտերով, երկրորդը պետությունը պետք է ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված ու ընդունված կանոններով և օրենքներով։ Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր խնդիրներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք։ Իմ կարծիքով հենց այս է ասիմետրիկ ռեակցիան, երբ որ բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որը ինքը իրեն հռչակում է և ինքը իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան։ Հենց այդ պայմանների առկայությամբ բանակը կլինի ուժեղ բանակը արդյունավետ, ամբողջ բեռը չթողնելով զինվորի ուսերին։ Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ։ Բանակից առաջ կան բուֆերներ, որոնք են այդ բուֆերները, օրինակ, տնտեսական փոխկախվածությունները։
որից առաջ կա ուրիշ բուֆեր, որն է այդ բուֆերը, միջազգային կանոնները, Այդ պայմաններում ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ արդարացված եւ կարող է ապահովել անվտանգություն, լինելով անվտանգության շղթայի մեջ որպես հերթական օղակ։ Արտագաղթ վարչապետը 90-ականներից ամենաքննարկված այս հարցի պատճառներին է անդրադառնում։ Բազմաթիվ են սոցիալական, իրավական անարդարություններ, ենթակառուցվածքների վատ վիճակ, բիզնես միջավայր։ Բոլոր պատճառներն էլ ճշմարիտ են, շեշտում է երկրի ղեկավարը, ավելացնում, բայց այդ բոլոր պատճառները արտագաղթի բուն պատճառի առավելագույնը 20%-ն են կազմում։ Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90%-ով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ Այո, 12-ը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ Դրա մասին խոսել ընդունված չի։ Ընդունված չէ խոսել նաև կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, քաղաքացիական կարգավիճակի մասին։ Ես հիմա չեմ թիրախավորում ոչ մեկին, բայց մենք պետք է իրար աչքերի մեջ նայենք եւ ասենք, որ այո, այդ մեր հարգարժան, ես նախորդ նիստում անդրադարձա, երբ որ մեր գործընկերներն ասում էին, որ հերոսներին վարկաբեկում էինք։ Սելաստի որ հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում են, հələ դավայ ստեից, այս քունը չի այլևս։ Ու խոստովանել է պետք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է թողել գնացել, ասելով, որ այս երկրում արդարություն չկա, ապագա չկա։ Անկեղծ չենք։ Հովհաննես Թումանյանի հոդվածն է մեջբերում վարչապետը։ 30 տարի մենք այդ ով ինչ ասի, ով ինչ խոսում ենք, մի X պահի գալիս ենք, ասում ենք Հովհաննես Թումանյան, գիտեք ժամանակին ինչա գրել է, որ մենք անկեղծ չենք։ Եվ շարունակում ենք անկեղծ չլինել։ Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական, մշակութային եւ մտավորական բանակին ասելով, հղում անելով Հովհաննես Թումանյանի անկեղծ չենք հոդվածը, բայց ես նաեւ պիտի անկեղծ լինեմ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ վերնագիրը մեջբերելուց հետո։ Ու հիշեցնում է իր հնչեցրած հայտնի նախադասությունը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Քանի որ այս տարիներին այս նախադասությունն է ընդդիմությունն ամենաշատը մեջբերել ազգային ժողովի դահլիճում, դահլիճից դուրս սոցիալական ցանցերում անընդհատ այն բերելով հարթակ։ Այսօր պետք է դրան անդրադառնալ։ 2018 թվական կամ 17 թվական, կամ 16 թվական։ Ղարաբաղը ինչ է։ Ղարաբաղը անկախ պետություն է։ Չէ։ Որտեւ անկախ պետությունը ունի իր ատրիբուտը, մինչև մեր բարեկամներն են, ոչ բարեկամներն են, ասում են, թե տենց է ճանաչեիք։ Ընդ որում մենք, որ մեզ վերագրվում է դավաճանական, բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ ա եղել, որ ճանաչենք։ Մենք ասել ենք, չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի։ Շատ լավ։ Ղարաբաղը Ադրբեջանը։ Չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի։ Որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, բարձ է, թե ինչ բանի կարձագանքեր։ Ղարաբաղը Հայաստանը։ Չէ, Ղարաբաղը Հայաստան չի։ Լավ ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի։ Ինչա։ Ցանկացած հղիություն առավելագույնը 9 ամիս հետո ավարտվում է։ Բնական ճանապարհով կամ կեսարյան հատումով, տղա թե աղջիկ ծնվում է երեխան եւ կամ մեռելածին է լինում։ Ստեղծված իրավիճակը այլ տրամաբանությամբ է մանրամասնում վարչապետը։ Խնդիրը հետեւյալն է։ Ես պատահական չի, որ ամեն տասնյակ անգամ ես ամբյոնից
Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն են մեջ բերել 2018 թվականի։ Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է եւս 9 ամսով երկարացնենք, դա կներեք աբսուրդ մոտեցում է։ Թիվ 1 ամբիոնից վարչապետը կիսվում է վերջին 4 տարիներին ինքն իրեն տված հարց պատասխան փնտրտուքով։ Այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել 2019 թվականին եւ ինչքանով է դա ճիշտ եւ ընդհանրապես այն քաղաքականությունը, որը մենք վարել ենք, կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանով է ճիշտ եղել այդ քաղաքականությունը եւ ինչքանով սխալ։ Այս հարցերի պատասխանները ըստ վարչապետի երկու մոտեցում ունեն։ Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ինչպես ես պատկերավոր ասացի, այդ իրավիճակը կամ մեր պայմանական հղիությունը եւս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումը ի սկզբանե արդեն սխալ էր։ Իսկ երկրորդ մոտեցման դեպքում, երբ հարցը ձևակերպվում է, թե ինչպես պահել պետությունը ստանալ շանս, ապա այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք եւ վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն է եւ միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Էլի ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք։ Ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս։ Հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը եւ հնարավորությունը։ Թեև 2 տարի առաջ ունեցած մարտահրավերների մի զգալի մասը դարձել է կառավարելի, բայց զգոնությունը թուլացնել չի կարելի, քանի որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ։ Որը որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգնահատակ, ազգ-բանակ բանաձևերը եւ ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովելն է։ Իսկ պետության լինելիության, ինքնիշխանության կարևոր հատկանիշը հենց բյուջեն է։ Վարչապետի ամփոփիչ ելույթը բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ավարտին էր։ Չեմ հոգնի կրկնել, բերելով հետևյալ զուգահեռը եւ համեմատությունը։ Կառավարությունը բաղկացած է 14 անդամից։ Ինչով է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 հոգուց, որովհետև այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները եւ ամենամեծ ֆինանսական միջոցը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, եւ ես կուզենայի, որ մենք պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք։ Միևնույն ժամանակ վարչապետի դիտարկմամբ պետք է հասկանալ, որ պետական բյուջեն յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժան մասն է, այդ կերպ վարչապետի գնահատմամբ դառնալով բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն։ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, ընդ որում Հայաստանի Հանրապետության ոչ միայն քաղաքացի եւ բնակվող, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար։ Բյուջե, բանակ, պետություն, պետականություն, հերթական տեսլականը չէ ապագա սերունդների համար, շեշտում է վարչապետը։ Մենք դեռ շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, քայլ, զգուշորեն, ու պետք է ամուր կանգնենք պետության հիմքի վրա, որ կարողանանք հաղթահարել ականապատ դաշտը, այդ կերպ երաշխավորելով մեր պետության լինելիությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում։ Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը,
Հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու, ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա 100-ամյակի ընթացքում։ Շնորհակալ եմ եւ խնդրում եմ բոլորիդ կողմ քվեարկել 2025 թվականի պետական բյուջեին։ Շնորհակալ եմ։ Իրինամ Գրչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։